բայց վտար չունեմ, ամի փոխանակի մեզ 34,000 տեղ, բլի 24,000 մուզեմ, որ ես վաշկը չեմ ունեցել։ Հաստարոստարի կթանգստել։ Որ ապահովագրավճարները գնալով ավելանում են, վարորդներն ամեն անգամ նոր պայմանագիր կնքելիս են տեղեկանում։ Հանրապետությունում շահագործվող մեքենաների թիվը շեշտակի աճել է, փողոցներում երթևեկությունը ծանրաբեռնված է ու դրա հետևանք են ավտովթարները, ինչով պայմանավորված էլ ապահովագրական ընկերությունների ծախսերն են ավելացել կախված հատուցվող գումարների չափից։ Հենց սա են պատճառ բերում ընկերությունները։ Թանկացումներն էլ թարսի պես ավելի շատ ազդում են Opel Magnish-ի մեքենաների վրա, որոնք ամենաշատ շահագործվող տրանսպորտային միջոցներն են։ Որտեղ տարեթվերը հին են Opel-ների։ Միջինը 2000 թիվ, 1998-ի, 97-ի, այդպես։ Միշտ մինչև այդ թանգնալը ես մուծել եմ 20-ից 22,000, հիմա 35 արդեն։ Ինչի համար է դիգե չի դեմ։ Ոչ վատար ենք ունեցել, ոչ մի բան, ոչ խախտում, դիգ օրենքով պետք է էլի կամած իշնի, բայց չէ, մեկից 10-15,000-ով կթանգնա, ինչի համար։ Տարանջատում են Opel-ները, քանի որ վթարային առումով ստատիստիկան, ընդհանուր հաշվարկում են, որ Opel-ների, Mercedes-ների վթարները գերազանցում են սովորական նաև շահագործման ժամանակ։ Դրա համար մի փոքր տարբերությունը շատ է լինում։ Բացի դրանից նշեմ, որ առանձնացվում են նաև 10 կետ, այսինքն Magnish-ը, վարորդական պատմությունը, վթարային չափերը, ծիաուժը, ինչի արդյունքում էլ թանկացումները լինում են, այսինքն միանշանակ չի, որ Opel-ը թանկանում է։ Կետերից կարևորը, որ նախկինում գործել է եւ առանձնացնում էին վարորդները, վերաբերում է բոնուս-մալուս համակարգին, երբ վթար չունեցող վարորդի համար ապահովագրավճարի զեղչեր էին կիրառվում։ Հիմա սա արդեն էական չէ, սահմանված նոր գործակիցներով թանկացումները տարածվում են բոլորի վրա։ Ես մաքուր շոֆեր եմ ակալ, վնաս չեմ ունեցել երկել, այստեղ 3-7 մեզ է ունենաս, չունենաս, պրիտ հանգնա։ Ունակ թութու է, մեքենանանիք է, 14 տարի արել եմ, հլա թու ես մեր ապա չեմ երե, բայց ամեն տարի ես 32-33,000 ուծել եմ, ամեն տարի։ Եթե բլիտ հանգստնել, Այդ էլ արդեն նորություն է, ումս մեր մեջքից քանեն էլի, հաստորեն, ապաները կշարնա, որ ապա չերեն, ոնք էլ հետ հավասար տուժվեն։ Ապահովագրական ընկերություններից յուրաքանչյուրի վճարը սահմանման իր գործակիցներն ունի, ըստ այդմ տարբեր գործակալություններում դրանք տարբեր են։ Սա էլ 3 տարի առաջ ոլորտում ազատականացված սակակների համակարգի կիրառման պատճառով է։ Հնարավոր է դուք 1 տարի առաջ ավելի մատչելի վճարած լինեիք, բայց հիմա գնային փոփոխությունների պատճառով մի փոքր թանկացումներ են տեղի ունեցել։ Հիմա դուք վճարելու եք 45,000 դրամ, նախկինում 38-ի փոխարեն։ Թանկացումների մասին վարորդներին ապագործակալները այսպես են իրազեկում։ Վարորդների իրավունքների պաշտպան Արտակ Խաչատրյանի դիտարկմամբ սա արդարացի մոտեցում չէ։ Վճարների հաշվարկման նոր համակարգը ոտնահարում է բարեխիղճ վարորդների իրավունքները, որոնք նախկինում գոնե պաշտպանվում էին գործող բոնուս-մալուսային համակարգով։ Այն մարդիկ, ովքեր որ սրբորեն պահպանել են կանոնները երկար տարիներ վթար չեն արել, իրանց արածը այսպես ասած ջուրն է եկել ու ներկայումս բոնուս մալուս դասը երրորդական չափման միավոր է, մեծ հաշվով կապ չունի այդ ապահովագրավճարի որոշման չափի որոշման հետ էլի։ Վատ է, տարօրինակ է, վատ հիմնավորում է, բայց իրականություն է։ Այսպես ասած անմեղ մարդիկ պիտի վճարեն մեղավորների համար, որպեսզի ապահովագրական ոլորտը կարողանա ուրեմն շնչել էլի։ Տարեկան մոտ 50,000 վթար է գրանցվում Հայաստանում, մոտ 1500-ը մարմնական վնասվածքներով դեպքերն են կազմում։ Վթարների ու վրաերթերի թիվը տրամաբանորեն պետք է նվազեր հաշվի առնելով ճանապարհների նորոգումները, երթևեկության նշաններով կահավորումները եւ այլն։ Բայց հակառակ պատկերն է եւ ըստ վարորդների իրավունքների պաշտպանի մեղավորը կամ պատճառը նաեւ փողոցներում երբեմն ոչ ճիշտ տեղում արված գծանշումներն են կամ տեղադրված երթևեկության նշանները։ Բայց այն 50,000 վթարի ոչ պատճառների մասին, ոչ հետևանքները վերացնելու մասին, ոչ որևիցե աշխատանքի մասին այս երկրում նման հիմնարկություն չկա, որը լիազորված է կամ պարտավորված է կամ ցանկություն ունի զբաղվելու։ Համար այսպես ասած ամբողջը մնացել է ապահովագրականի ուսերին։ Ապա թանկացումների պատճառներից եւս մեկն էլ է նշում մասնակետը կապելով նոր մոդելի ավտոմեքենաների, հատկապես էլեկտրամոբիլների ներմուծման հետ։
Դրանց վթարների դեպքում հատուցումը թանկ է նստում, քանի որ այդ մեքենաների պահեստամասերն են թանկ, հաճախ դեֆիցիտ, իսկ հետևանքները ապա համակարգում հավասարաչափ են զգում բոլոր վարորդները, անկախ ավտոմեքենայի մագնիշից, ձիաուժից կամ արտադրության տարեթվից։ Մարինե Տերբենյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։